Ողջույն։ Եթե լսենք Փաշինյանին, կստացվի 3 հանրապետության հրապարակով 8 միլիարդ դոլար է անցել։ 8 տարի լինելով իշխանության, խելքից դուրս պարտքեր է կուտակել։ ՔՊԱ-կան պաշտոնյաները չլսված տեմպերով հարստացել են։ Կոռուպցիան աճել է, հարկ ու տուրքը շատացրել են։ Զուգահեռ 8 միլիարդ դոլար պարտք է արել ու չեն տվել հաշվետվություն, թե ինչ եղավ այդ փողը։ Հիմա ինչ որ զենքեր է պտտացնում հրապարակում ու ասում. «Էս էլ 8 միլիարդ դոլարը»։ Դա նորմալ է։ Ստացվում է 3 հանրապետության հրապարակում պարադ էր անում պետական պարտքը։ Անշուշտ սա ընդամենը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի շքերթ էր։ Մարդը, որ ամեն օր խաղաղությունից է խոսում, զորահանդեսի իմաստը այդ պարագայում ո՞րն է։ Զորահանդեսը ուժի ցուցադրություն է։ Ում է ուժը ցուցադրում։ Պարտված մարդուց ռազմական շքերթ աբսուրդ է։ Ոնց կարող է իրար հետևից 3 պատերազմ բերել, 3-ում էլ պարտվել, ու այդ պարտություն բերածը թշնամուն միլիարդավոր դոլարների զենք հանձնածը շքերթ անի։ Առնվազն հասկանում ես, որ այդ զենքերն էլ է հանձնելու։ Բաքվում ունենալով գերիներ, ռազմական շքերթ անելը աբսուրդ է։ Հայաստանից ունենալով օկուպացված տարածքներ, զորահանդես անելը աբսուրդ է։ Մենք նախկինում զորահանդես անում էինք և ցույց էինք տալիս, որ տարածաշրջանում մարտունակ ու թելադրող բանակ ունենք։ Հիմա ինչ ես ցույց տալիս։ Ասում ես Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անի։ Ինչպես որ Արցախը հանձնելիս քո զենքերը մի պատրոն չկրակեցին, այնպես էլ չեն կրակելու Տիգրանաշենը դատարկելիս, Սյունիքը դատարկելիս։ Էլի ասելու ես, մինչև շաբաթվա վերջը եթե չհանձնեմ, պատերազմ կլինի ու կպարտվենք։ Լավ, բայց զենքն ու պարադը ինչի համար են։ Եթե կիրթ ու կառուցողական է ըստ քեզ Ալիևը, արդեն բարեկամ եք, բա ում ես ուժը ցույց տալիս։ Զենքը ում դեմ է գործելու, Ռուսաստանի։ Զենքը պարզած լոլիկ ու ծիրան ես արտահանելու։ Այդ պարադը ընդամենը նախընտրական քարոզարշավի համար էր։ Տեսեք, ինչեր եմ առել և եկեք ինձ ընտրեք։ Կներեք, բայց դա թույլ հիմքեր են։ Հա, Պապիկյանենք խորամանկություն էին արել, ցուցադրվող զենքերին հայկական անուններ տալով և լսողի մոտ տպավորություն ստեղծելով, թե բոլորը հայկական են։ Հնդկական, չինական, իրանական և այլ զենքերին տվել էին տորկ, շանթ, արամաստ, նիզակ և այլ անուններ։ Նիկոլը շնորհավորում է ժողովրդին, ինչ որ նոր բանակ իբր ունենալու առիթով։ Լավ, հիմա մի փոքրիկ էքսկուրս, թե ինչ որակի զենքեր են։ Հրապարակով անցած ֆրանսիական Բաստիոն զրահամեքենաները Հայաստանին փոխանցվել են բազային, ամենապարզ տարբերակով։ Այս մեքենաները երբևէ չեն եղել ֆրանսիական բանակի սպառազինության մեջ։ Դրանք ի սկզբանե մշակել է ԱԿՄԱՏ ընկերությունը, հիմնականում դեպի աֆրիկյան երկրներ արտահանման նպատակով։ Բաստիոնները նախատեսված են հրաձգային զենքերից և թեթև ականներից պաշտպանվելու համար։ Դրանք չունեն բավարար պաշտպանություն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի և հակատանկային կառավարվող հրթիռների դեմ։ Հեշտ նկատելի թիրախ են մարտադաշտում հակառակորդի ռադարների և դրոնների համար։ Այս փոխադրամիջոցից ունեն Շվեդիան, Կոսովոն, Տանզանիան, Չադը և այլն և օգտագործում են հիմնականում ոստիկանության կամ հատուկ նշանակության ջոկատների համար։ Ընդամենը փոխադրամիջոց է։ Ցուցադրվեցին CH-4 կամ Ցայհոնգ չինական անօդաչու թռչող սարքեր։ Սրանցից օգտագործել են Իրաքը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը, Իրանը, Հորդանանը և այլ երկրներ և հայտնաբերել են պարբերական խափանումներ և սպասարկման բարդություններ։ 2019 թվականին ԱՄՆ կառավարության զեկույցի համաձայն Իրաքի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ավելի քան 10 CH-4B անօդաչուներից միայն մեկն էր մարտունակ վիճակում, մնացածը չէին կարողանում թռիչքներ իրականացնել տեխնիկական շահագործման խնդիրների և պահեստամասերի որակի պատճառով։ Որոշ երկրներ անգամ հրաժարվել են դրանց հետագա գնումներից, օրինակ Ալժիրը, կամ փորձել են վաճառել արդեն գնված խմբաքանակները, օրինակ Հորդանանը։ CH-4-ը ստեղծված է այնպիսի պայմաններում աշխատելու համար, որտեղ հակառակորդը չունի զարգացած հակաօդային պաշտպանություն։ Ունենալով մեծ չափեր, համեմատաբար դանդաղ ընթացք, այն հեշտ թիրախ է ռադիոլոկացիոն կայանների համար։ Եմենի պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիան կորցրել է տասնյակ
4 սարքեր, որոնք խոցվել են համեմատաբար հին եւ ոչ ժամանակակից հոբ հրթիռներով։ Ցուցադրվեց 155 մմ տրամաչափի քարշակվող հաուբից ATACMS։ Այո համարվում է աշխարհում ամենահեռահար 48 կիլոմետր եւ ավտոմատացված հրետանային համակարգերից մեկը։ Ամենագլխավոր թերությունը նրա ֆիզիկական քաշն է, չափսերն են 18 տոննա։ Նման ծանր զենքի տեղաշարժը լեռնային ոլորաններով, նեղ գրունտային ճանապարհներով եւ կտրտված ռելիեֆով խիստ դժվար է։ Պահանջվում է գերազանց ճանապարհային ենթակառուցվածքներ, ինչը մենք չունենք։ Այս հաուբիցը տեղափոխելու համար պահանջվում են հատուկ գերհզոր ռազմական քարշակներ, որոնք արդեն հեշտ խոցելի թիրախներ են դրոնների համար։ Բացի այդ, այս համակարգը չունի շահագործման փորձ։ Միակ գնորդը Հայաստանն է, թեև արտադրված է հնդկական բանակի պատվերով, բայց անգամ հնդկական բանակը դրանից չունի։ Նիկոլն ասում էր, գործարանային զենք ենք առել, ավելացնեմ, եւ չփորձարկված։ Ռուսաստանը օրինակ մեզ տալիս էր երաշխավորված, փորձված զինատեսակներ։ Եվս մեկից խոսենք, 3 ցուցադրված 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից Մարկ։ Սա եւս հնդկական զենք է, որից դարձյալ հնդկական բանակը չունի, ավելին չի էլ պատվիրել, առաջին ու միակ շահագործողը Հայաստանն է։ Ունի կրակի համեմատաբար փոքր հեռահարություն, հակառակորդի ավելի երկար փող ունեցող հրետանին կարող է թիրախավորել մարգը, մնալով նրա խոցման տիրույթից դուրս։ Այն ունի պաշտպանվածության լուրջ խնդիրներ, կրակի ժամանակ դրսում աշխատող հրետանավորները լիովին անպաշտպան են լինում։ Դրանք հեշտ թիրախ են հակառակորդի հրետանու արկերի բեկորների, ինչպես նաև ԱԹՍ-ների և կամիկաձե դրոնների համար։ Մարկն իր վրա կարող է կրել ընդամենը 18 արկ, որոնք ինտենսիվ կրակի դեպքում 4-5 րոպեում սպառվում են, այսինքն կայանքին պետք է անընդհատ մոտ գտնվի զինամթերքի մատակարարման առանձին բեռնատար մեքենա, ինչը ավելացնում է թիրախների քանակը խոցման գոտում։ Կրկնում եմ, անգամ հնդկական բանակը դրանից չի օգտագործում։ Մյուս զինատեսակներին չանդրադառնամ։ Էսա Նիկոլի նոր բանակը, որի համար շնորհավորում է չեմ հասկանում թե ում։ Ինչն եք ինչով փոխել։ Ասում է, քանի դեռ հապկում չէին սառեցրել մեզ, զենք չէին տալիս, հիմա տալիս են, բայց ինչ են տալիս։ Ընդ որում զենքեր են բերել, որոնց հրթիռների մատակարարման խնդիրներ են ունենալու, ընկնելու են սուերի օրը։ Մենք Ռուսաստանից ստանում ենք պատերազմներով անցած ու արդարացված զենք։ Սրանք գնում են զենքեր, որ անգամ վաճառող երկիրը իր բանակում չի օգտագործում։ Սրանք անգամ զորավարժություն չեն անում, որ հասկանաս, որքանով են պիտանի այդ զենքերը։ Առաջ հայկական բանակը զորավարժություններից մեդալներով ու մրցանակներով էր գալիս, տանկ էին շահում։ Հիմա սրանք ոչ թե զորավարժություններով են ուրախանում, այլ զինվորների արձակուրդների ժամկետները երկարացնելով։ Այս տարի արդեն 25 զորավարժություն են միասին արել Թուրքիան ու Ադրբեջանը։ Դու ինչ ես արել։ Կարճ ասած, սրանց ցույց տված սիրուն կադրերը նման են իրենց սիրուն խոստումներին, որոնք այդպես էլ չկատարվեցին, փուչ էին։ Ի վերջո, կարևորն այն չէ, ինչ զենք ունես, կարևորն այն է, ով է ղեկավարում։ Թե չէ, մեր բանակը Սմերչել ունի, Իսկանդերել ունի, Տոչկա ուել ունի, բայց նաև ունի Նիկոլ, որը հպարտանում է իր պարտությամբ, զենքերը հանձնում է թշնամուն, բարեկամներին հռչակում է թշնամի, թշնամիներին էլ հլու հնազանդվում։ Ժողովուրդ ջան, դարձյալ եւս մեկ անգամ համոզվում ենք, որ մեզ պետք է առաջնորդ, որը բանակը պարտքով չի պահի, զենքը պարտքով չի գնի, բայց գնելիս էլ խաղալիք զենք չի գնի, չի մսխի գումարը, պոպուլիստը, անկարողը, սուտասանը այդպիսին է ամեն ուր։ Ահա նաև ինչի համար է կարևոր հունիսի 7-ին մեկ մարդու նման ընտրատեղամաս գնալը եւ սրանց մերժելը, լիարժեք խաղաղության, պաշտպանված ու պաշտպանող բանակի համար։